եթե կա ճարպակալում, որն է առաջին քայլը, որ պետք է անել։ Եթե արդեն հստակ գիտենք, որ ախտորոշել ենք, որ գիտենք կա ճարպակալում, շատ կարևոր է հասկանալ արդյոք ճարպակալումը արդեն բերել է բարդությունների, թե չէ։ Այսինքն ստուգել խոլեստերինի մակարդակը, ստուգել լյարդի վիճակը, ստուգել շաքարային դիաբետ կա, թե չկա, կա նախադիաբետ, թե չկա, ու առհասարակ գնահատել առողջության վիճակը։ Գնահատելուց հետո, եթե հայտնաբերվել են բարդություններ, սկսել աշխատել դրանց դեմ։ Դրա մեջ նաև կմտնի ճնշման մոնիտորինգը, այսինքն երբեմն ճնշումը չափելը, հասկանալը, թե կա արդյոք բարձր գերճնշում, թե չէ, հա։ Երբ որ արդեն գնահատեցինք բարդություններ կան, թե չկան, եթե կան, սկսում ենք աշխատել դրա դեմ, եթե չկան, ուրեմն հենց ճարպակալման դեմ ենք սկսում աշխատել, դա առաջին քայլը, առանց որի անհնար է պատկերացնել այս պայքարը, դա ապրելակերպի շտկումներն են։ Դրա մեջ կմտնեն բոլոր առողջ սովորությունները եւ վնասակար սովորությունները նվազեցնելը կամ դա իդեալականում հանելը։ Այսպեսով, եթե անդրադառնանք սննդակարգին, ավելի քիչ կալորիաներ, ավելի շատ էներգիայի ծախս, ավելի շատ պետք է շարժվել